Le lycée français, c'est notre avenir. Երազել, պատկերացնել, ձգտել լավագույնին, սովորել, ստեղծել ու հաջողել։ Անատոլ Ֆրանսի անվան լիցեյը Հայաստանում միակ կրթահամալիրն է, որն ունի Ֆրանսիայի ազգային կրթության նախարարության լիցենզավորում։ Այս դպրոցն ավարտելուց հետո աշակերտները ստանում են ֆրանսիական պետական դիպլոմ ու նրանց առջև դռներ են բացվում դեպի միջազգային բուհեր, Եվրոպայից մինչև Միացյալ Նահանգներ։ Le plus beau cadeau qu'on reçoit de nos élèves, Աշակերտներից մեր ստացած ամենամեծ նվերը նրանց ուսման հանդեպ ծարավն է, հետաքրքրությունը, նորից դասին մասնակցելու ցանկությունը։ Ուսուցչին գլխավոր զենքն անկասկած հումորն է, որի շնորհիվ աշակերտների սիրել եմ տալիս դասավանդածս առարկաները։ Նաև հաճախ մեթոդներս ու մոտեցումներս փոխելն է, ու միշտ ստեղծարար լինելը։ toujours créatif. Երևանի ֆրանսիական կրթահամալիրում հայ ուսուցիչներից բացի դասավանդում են նաև հատուկ հրավիրված ֆրանսիացի մասնագետներ։ Այս կառույցը արտասահմանում ֆրանսիական դպրոցների ցանցի անդամ է, իսկ դա նշանակում է, որ կրթօջախը ճանաչելի է միջազգային դպրոցների համաշխարհային քարտեզի վրա։ Այսպիսի 522 հաստատություն կա 139 երկրում։ La priorité c'est la justesse. Մեր ամենակարևոր առաջնահերթությունը ճշմարիտ ու արդարացի լինելն է, ինչպես ճիշտ որոշումներ կայացնել, որ աշակերտները տարբեր իրավիճակներում հայտնվելով տեսնեն ու զգան, թե ինչ է արդարությունը ու գիտակցեն որոշումների պատճառները։ Չկա ավելի վատ բան, քան երբ ուսուցիչն արդար չէ իր աշակերտների հետ։ Մենք հավասար վերաբերմունք ենք ցուցաբերում աղջիկների եւ տղաների հանդեպ։ Մեր կրթահամակարգում դիմացինի ու աշխարհի հանդեպ բաց ու հանդուրժող լինելը առանցքային հարց է։ Իսկ երեխաների գիտելիքների ու մտավոր զարգացումը միջմշակութային երկխոսությունը ամենօրյա աշխատանք է։ Մեր դասավանդման մեթոդները ժողովրդավար են, դա աշակերտներին ազատ արտահայտվելու հնարավորություն է տալիս, ինչի շնորհիվ էլ կարող են ել ավելի հեռու գնալ ու հաջողել։ Անատոլ Ֆրանսի անվան կրթահամալիր կարելի է ոտք դնել վաղ տարիքից։ Ունի 4 բաժին՝ մանկապարտեզ 2-ից 5 տարեկանների համար, տարրական դպրոց 6-ից 10 տարեկանների համար, միջին դպրոց 11-ից 14 տարեկանների համար և ավագ դպրոց 15-ից 18 տարեկանների համար։ Բոլոր առարկաները դասավանդվում են ֆրանսերենով, իսկ լեզուն չիմացող երեխաների համար ֆրանսերենի արագացված ու խորացված հատուկ դասընթացները թույլ կտան հաջողության հասնել։ Այս կրթօջախն ավարտելիս աշակերտները տիրապետում են առնվազն 4 լեզվի՝ ֆրանսերեն, հայերեն, անգլերեն և կամ ընտրական 4 լեզուներից որևէ մեկին՝ չինարեն, գերմաներեն, իսպաներեն կամ ռուսերեն։ Լեզուն շատ մեծ հնարավորություն տվեց երեխայից ավելի շատ երկրների մասին հետաքրքրվել, նաև ինչու՞ չէ շրջագայել մյուս երկրներում, որովհետև դպրոցը կազմակերպում էր տարբեր տեսակի շրջագայություններ և Ֆրանսիա և ուրիշ երկրներ, շփվել մյուս երկրների երեխաների հետ շատ մեծ առավելություն այն, որ մի դասարանում ունենք նստած 4-5 երկրի ներկայացուցիչ ու ամեն մեկը խոսում են մի լեզվով, վերջում իհարկե բոլորը գալիս են նրան, որ սկսում են ֆրանսերեն խոսել։ Ֆրանսիական կրթահամալիրում ես սովորում եմ լինել ինքնուրույն։ Բնագիտական և հումանիտար առարկաներից բացի ֆրանսիական կրթահամալիրում կան գեղարվեստական և քաղաքացիական կրթության դասընթացներ։ Աշակերտներն առանձնակի հետաքրքրությամբ մասնակցում են նաև ընթերցանության հատուկ դասաժամերին ու համաշխարհային գրական ժառանգությանը ծանոթանալով ընդլայնում մտահորիզոնը։ Ֆրանսիական կրթահամալիրում սովորում եմ ինչպես լինել գիտակից և պատասխանատու քաղաքացի։ Դպրոցն առաջարկում է նաև արտադասարանական խմբակներ, այդ թվում ֆուտբոլ, լող, թեքվանդո, շախմատ, երգ, թատրոն, պար, արվեստի տարբեր դասընթացներ։ La spécificité de l'école primaire. Տարրական դպրոցում առարկաները փոխկապակցում ենք։ Դրա շնորհիվ աշակերտներն ազատ արտահայտվում են։ Ու մենք բացահայտում ենք, թե երեխաներից յուրաքանչյուրն ինչից է ավելի ուժը։ Օրինակ, սպորտը գեղագիտության հետ ենք կապում, գիտական նախաձեռնությունները ընթերցանության, ֆրանսիական երաժշտության հետ։ Իսկապես առանձնահատկություն է կապ գտնել եւ իմաստ հաղորդել դպրոցում դասավանդվող յուրաքանչյուր առարկային եւ հասկացնել երեխային, որ տվյալ պահին իր սովորածն օգտակար է լինելու ապագայում։ Օրինակ, քերականություն սովորելը
հետագայում օգնելու է գրագետ նամակ շարադրել։ Գիտելիք ունակություն դաշինքը ֆրանսիական կրթահամակարգի առանձնահատկությունն է։ Մանկավարժները գնահատելիս հաշվի են առնում նախ թե աշակերտն ինչ հմտություններ է ձեռք բերել դասը սովորելիս, ինչ կարող է անել։ Ավագ դպրոցի 14-ից 15 տարեկան աշակերտները պետք է մեկ շաբաթվա ընթացքում ուսումնասիրեն որևէ կազմակերպության աշխատանք։ Հենց իրենք են գտնում նախընտրելի հաստատություն, մոտիվացիոն նամակ գրում։ Մեր աշակերտներն իրենց ապագայի մասին մտածում են վաղ տարիքից ու կողմնորոշվում մասնագիտության ընտրության հարցում։ Այդ նպատակով մենք ֆորումներ ու հավաքներ ենք կազմակերպում։ Տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց ենք հրավիրում, այդ թվում երեխաների ծնողներին, որոնք կարող են միանալ նախաձեռնության ու ներկայացնել իրենց աշխատանքի նրբությունները։ Այդպիսով երեխաները կարողանում են ընտրություն կատարել լավ պատկերացում ունենալով իրենց ընտրած ուղու մասին։ Ավագ դպրոցում աշակերտները պարտադիր ուսումնասիրում են նաև փիլիսոփայություն։ Այդ առարկան դասավանդում է ֆրանսիացի Սեբաստիան դե Լետրն։ Նախկինում աշխատել է Աֆրիկայի, Միջին Արևելքի դպրոցներում։ Հիմա եկել է կրթելու եւ հայ աշակերտներին ծանոթացնելու Պլատոնի, Ֆրեյդի, Դեկարտի հետ։ Առաջին դասին հարցրի, թե արդյոք ամեն ճիշտ բանի մասին պետք է բարձրաձայնել։ Դա տեղն ու տեղը գրավեց աշակերտներին, իրարանցում առաջացրեց։ Փիլիսոփայության առարկան ստիպում է հարցեր տալ տարբեր երևույթների վերաբերյալ։ Մի հարցը հաջորդում է մյուսին եւ այդպես շարունակ։ Մեր նպատակն է երիտասարդներին դրդել մտածել ու հարցադրումներ անել կյանքի վերաբերյալ, վերաբերմունքի, գոյի վերաբերյալ։ Դասերին խոսում ենք զգացմունքներից, առօրյա կյանքից։ Սա իսկապես քննարկումների լայն հնարավորություն է տալիս, եւ հենց դրա շնորհիվ այս առարկան գրավիչ է դառնում դպրոցականների համար։ Ֆրանսիական կրթահամալիրն ունի իր պաշտոնական կայք էջը 3w.ecole-française.am։ Կրթական անցուդարձին հնարավոր է հետևել նաև սոցիալական ցանցերում։ Դպրոցն ունի իր հաշիվները Facebook-ում, Twitter-ում եւ Instagram-ում։ Բավական է միայն որոնողական տիրույթում փնտրել Lycée Français Anatole France։ Բարի ճամփորդություն գիտելիքների աշխարհում։